Առաջիկայում հայկական բանկային քարտերով հնարավոր կլինի վճարումներ կատարել Կրղզստանում և Ուզբեկստանում փոխադարձության սկզբունքով։ Համապատասխան համաձայնագրերը Երևանում ստորագրել են Հայաստանի ազգային արկա վճարային համակարգի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Կրղզստանի իր գործընկերոջ միջբանկային պրոցեսինգային կենտրոնի ՓԲ-ի ղեկավար Ալթիմիշ Տուրատբեկովի, ինչպես նաև Ուզբեկստանի Հայոց բանկի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Բեհզոդ Իսկաժոնովի հետ։ Առաջին փուլում կրղզական Էլ-քարտ և հայկական արկա քարտերի միջև կկարգավորվեն առցանց վճարումները, երկրորդ փուլից սկսած քարտերը կսպասարկվեն այլ երկրների բանկոմատներում, երրորդ փուլում հնարավոր կլինեն QR կոդերով վճարումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն տեղեկատվությունները, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատկից հօգուտ Ուկրաինային։ Այդ մասին նա ասել է այսօր ազգային ժողովում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով ցանկանում է պոկվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային հացահատիկի մի մասը գնելով Կիևից։ ԱՀԾ-ից հավելել էին, քանի որ ուկրաինական հացահատիկը 1.5 անգամ թանկ է ռուսականից, Երևանը Բրյուսելին առաջարկել է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ Ռուս հայտնի գեղարվեստի Եվգենիա Մեդվեդևան հայտարարել է նշանադրության մասին։ Ուրախալի լուրը մարզուհին հայտնել է իր սոցկայքերում։ Եվգենիան տեսայուն հրապարակել է պատմել, որ ամուսնության առաջարկ արել է իր սիրելին, բարող և պարուսույց Իլդար Գայնուդդինովը։ Զույգը ծանոթացել է 2024 թվականի աշնանը աստղային պարերշոյի նկարահանման հրապարակում, որտեղ նրանք միասին ելույթ են ունեցել։ Ռոմանտիկ պահը տեղի է ունեցել Կարմիր հրապարակին նայող ռեստորաններից մեկում։ Իլդարը ծնկի իջավ, հուզիչ ելույթ ունեցավ և ի պատասխան լսեց նվիրական «Այո»։ Եվգենիա Մեդվեդևան 25 տարեկան է։ Գեղարվեստին մարզական կարիերան սկսել է Բաբասյան ազգանունով, սակայն ավելի ուշ վերցրել է մորական կողմից Տատիկի ազգանունը։ Դիլիջանի թունելն արդեն որոշ ժամանակ է ինչ հոսանքազրկված է, այս մասին հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։ Նոյեմբերի 12-ին ժամը 14:05-ի դրությամբ էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Վարորդներին տվյալ հատվածում երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր, ասված է հաղորդագրությունում։ Դեպարտամենտից նշում են նաև, որ հոսանքազրկման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն։